Պիսի երկիրը լինի, որ որևէ փոքրամասնության ներկայացիչ իրեն օտար չզգա։ Սա մեր ընդհանուր հայրենիքն է, այսպես կոչված ասում են, տիտուլային ազգը, ազգությունը դա Հայաստանն է, հայերն են, բայց Հայաստանը բոլոր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների հայրենիքն է ևս։ Եվ սա պետք է արտահայտված լինի պետության հստակ քաղաքականությամբ։ Ժողովուրդ ջան, կա ևս մեկ հանգամանք եւ ինչպես է ընդհանրապես դրսևորվում որոշակի դիսկրիմինացիա։ Կարող է օրենքները ու ամեն ինչ գրած լինի, բայց տնտեսական քաղաքականությունը, բյուջետային միջոցների բաշխվածությունը, սուբսիդավորման քաղաքականությամբ այնուամենայնիվ կառավարությունը փորձի որոշակի խտրականություններ դնել։ Ասում եմ ձեզ միանշանակ, չի եղել իմ կառավարման տարիների ժամանակ որևէ խտրականություն բյուջետային միջոցների սուբսիդավորման, սուբվենցիաների բաշխման գործում։ Միշտ նայել եմ նույնպես, նույնանման, որպես Հայաստանի Հանրապետության նվիրված քաղաքացիներ եւ չեն կարող երբեք մոռանալ ձեր մասնակցությունը նաեւ պատերազմներին։ Ուղղակի չի եղել երբեք, որ լսենք, որ եզդիներից որևէ մեկը բանակում ուրիշ ձև իրեն պահեց կամ պատերազմի ժամանակ։ Իսկապես խիզախություն ունեք, խիզախ եք, համարձակ եք եւ ինքը այն ժամանակ ասին 12000 բան կար, ձեզերծիր կար, եթե չեմ սխալվում կինն էր ասում։ Ուրեմն դրա համար մեծ շնորհակալություն ձեզ, մեծ շնորհակալություն։ Եվ պետությունը պետք է ամեն ինչ, որ դուք իսկապես ընկալեք Հայաստանը որպես ձեզ միակ եւ անբաժանելի եւ ամենից լավ եւ հարազատ հայրենիքը։ Սա մեր պարտականությունը պետք է լինի եւ դա անելու ենք։ Հիմա մի քիչ ավելի sense լոկալ հարցերի վերաբերյալ ինձ ասացին, որ նաեւ բավական խնդիրներ կա անասնապահության հետ կապված։ Դուք պիտի ինձ հուշեք, արդյոք կան հիմա սուբսիդավորման ծրագրեր, թե չկան, այն ժամանակ մենք անում էինք նման կարգի ծրագրեր խրախուսելու համար։ Եվ ևս ինձ ասացին, որ այս համայնքում կա դպրոցների, դպրոց մեծ խոշորացված համայնքում կա դպրոցների փակման նաև խնդիր։ Փակման մասին է խոսքը։ Ուրեմն այստեղ հայտարարում եմ, այդ process-ը կաղնացնելու ենք։ Մեր Դաշինքի մոտեցումը հետևյալն է։ Նույնիսկ եթե գյուղում կա 5 երեխա, այդ գյուղը պետք է ունենա դպրոց։ Հենց դպրոցը գյուղից հանեցիր, ուրեմն դու ասում ես, որ այս գյուղը մեզ համար կարևոր չի, այս գյուղը ժամանակի մեջ, ասենց մենք դատապարտում ենք այս գյուղը վերանալուն։ Ուրիշ ուղղակի բառ այստեղ դժվար է օգտագործել։ Ուրեմն մոտեցումը սա է լինելու եւ իհարկե հույս ունենք եւ փորձում ենք համոզել եւ դիմում ենք ձեզ եւ խնդրում ենք ձեզ, որ ձեր ձայները տակ հունիսի 7-ին Հայաստան դաշինքին։ Ընդունում եք սա։ Ուրեմն մենք ես չգիտեմ ձեր մոտ ոնց համտունված է, կարգախոսները հնչեցնում ենք։ Լավ, ուրեմն ժողովուրդ ջան, միասին, 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 ուրեմն հունիսի 7 համար 17, հունիսի 7 համար